Երեք գիշեր դառը լացով արտասվում էր իմ խեղճ հոգին։ Եվ այդ գիշեր Գեթսեմանում ես տեսել էի Տեր Հիսուսին։ Ծնկի եկած աղոթում էր, Հայր Աստծուն էր աղաղակում, որ հեռացնի դարգավաթը, որը խմել չէր ցանկանում։ Լեղի բաժակ լցված մեղքով ինչպես խմեր Աստծո որդին, չէ որ որդին էր փառավոր, այն սուրբ գառը զոհ վերջին։ Աղերսանքի, տանջանքի մեջ հանկարծ վերից հրեշտակի չափ ու զորացրեց Տեր Հիսուսին, փառավորեց ու վեր ելավ։ Հետո եկավ հոծ բազմություն, որ Հուդան էր առաջնորդում։ Շղթայեցին Աստծո որդուն, ասես հանցագործ էին տանում։ Մարդկանց ձեռքը նա հայտնվեց, բայց իր բերանը չբացեց։ Դուռ ու մունջ մաքիի նման իր հոր կամքին հնազանդվեց։ Կատարյալ էր, բայց անարգվեց ու դատվեց մեղավորի պես։ Մեղավոր չէր, մեղադրվեց, անարգ մահվամ դատապարտվեց։ Ծանր գիշերն այտահարկու նման չէր մյուս գիշերներին։ Մարիամը լուռ արտասվում էր ու տանջվում էր իր խեղճ հոգին։ Սուր էր անցնում մոր սրտի միջով, ամբոխն էր գոռում, խաչել այդ մարդուն, բայց երկնային հոր կամքը մի բան էր, որ մարդը զղջար ու ապաշխարեր։ Նույնիսկ խաչի վրա, սուր ցավերի մեջ նա աղոթում էր ու բարեխոսում. Ներիր դու նրանց, իմ ողորմած Հայր, չեն հասկանում, թե ինչ են անում։ Եվ միտք չառան, որ սուրբ գառն էր զոհվում այնտեղ, խաչի վրա։ Կատարվեցավ, գոչեց Տերը, գամեց մեղքը խաչի վրա։ Կգա մի օր, ով խեղճ հոգի, որ մեր Տերը ետ է գալու, և անօրեն ունենք մարդկանց, որդին շատ խիստ է դատելու։ Այսօր, հիմա, մի ուշացիր, բացիր սիրտդ նրա առաջ, թող հարություն առնի Տերը, գնա նրան դու ընդառաջ, թե չէ վաղ ուշ կլինի, լսիր, փողի ձայնն է հնչում, մի հապաղիր, շտապիր, գնա, Տեր Հիսուսը քեզ է սպասում։ Դու էլ զղջա, ողբա, խաչվիր, անձը դիր եկ, մի ուշանա, կգա Տերը շուտով փառքով, նրա հոտից մի հեռանա։ Հարություն է առել Տերը, հաղթել է նա մեղքին, մահին, տես, դատարկ է գերեզմանը, ողջ է այսօր Աստծո որդին։